Վրաստանի վարչապետի և Պրիպկո ընկերության հիմնադիրի հանդիպման շրջանակում ձևակերպվել է համագործակցության հուշագիր անշարժ ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ զրույցը վերաբերել է Վրաստանում առկա բարենպաստ ներդրումային միջավայրին, վերջին տարիների ընթացքում առկա տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև զբոսաշրջային ներուժին և Վրաստանի կառավարության կողմից նորարարական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Երբ երկրի նախագահը պատրաստվում է քվեարկել իր երկրի անկախության դեմ, այնտեղ ամեն ինչ պարզ է։ Այս տեսանկյունից այո, իսկապես հետ ենք մնում Մոլդովայից։ Այս մասին գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Վրաստանի եվրոպական ճանապարհը անկախ պետության ճանապարհ է և ոչ թե դրա վերացման։ Այս հայտարարությունը ակնհայտորեն մատնանշում է, որ Մոլդովայի նախագահը ինքն էլ կասկածամտորեն է նայում Եվրամիությունում անկախ անդամակցության հեռանկարին և աչքը ուղղում է Գերմանիայի ժողովրդավարական հանրապետության կողմ, գրում է Պապուաշվիլին։ Պապուաշվիլին նաև հիշեցրել է Մայյա Սանդուի հոկտեմբերի 4-ի հրապարակային հայտարարությունը, երբ Մոլդովայի նախագահը պետական իշխանությունը տապալելու մեջ ներգրավված բռնի խմբավորումներին հրապարակային աջակցություն է հայտնել։ Հիշեցնենք, որ Մոլդովայի նախագահ Մայյա Սանդուն հայտարարել է, որ կաջակցի երկրի միավորմանը Ռումինիայի հետ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները վերջին օրերին երկրից արտաքսել են օտարերկրյա 27 քաղաքացու։ Միգրացիայի վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թայլանդի, Թուրքմենստանի, Գերմանիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվել է երկրի տարածք մուտք գործել։ Միացյալ չեզոք Վրաստանում զրուցում են սննդամթերքի գների աճի պատճառների և առաջարկությունների մասին։ Ճեպազրույցի ժամանակ, ինչպես նշեց կուսակցության քաղաքական քարտուղար Բիձինա Գեորգոբյանին, սննդամթերքի գների բարձր ցուցանիշը համեմատած այլ ապրանքների և ծառայությունների հետ գլոբալ և ներքին գործոնների համակցությունն է։ Նրա խոսքով, ճիշտ ագրարային քաղաքականության իրականացման և հնարավոր կարտելային գործարքների կանխարգելման դեպքում հնարավոր է գների կայունացումը։ Նրա խոսքով, պետությունը պետք է ռազմավարական մակարդակով որոշի՝ շուկայի կառավարմանը միջամտում է, թե ոչ։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին սոցիալական ցանցի էջում գրում է, որ Թեհրանում անցկացված ցույցը նախազգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչներին, որ դադարեցնեն նենգ գործողությունները։ Նրա խոսքով սա պատմական օր է։ Այս հսկայական ցույցերը լի վճռականությամբ խափանել են օտար թշնամիների ծրագրերը, որոնք պետք էր իրականացվեին տեղացի վարձկան մարտիկների միջոցով։ Իրանական ազգը թշնամիների առջև ցույց է տվել իր ամրությունն ու ինքնությունը։ Սա զգուշացում էր ամերիկացի քաղաքական գործիչների համար, որ պետք է դադարեցնեն նենգ գործողությունները, գրում է Ալի Խամենին։ Հիշեցնենք, որ երեկ Իրանում անցկացվել էին Այաթոլլահ Ալի Խամենիի կառավարության աջակցող ցույցերը։ Դոնալդ Թրամփը ցույց տվեց, որ Իրանում ռազմական ուժի կիրառելուց չի վախենում, երբ դա անհրաժեշտ համարի։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Նրա խոսքով, նահանգների նախագահի համար միշտ առաջնային տարբերակը դիվանագիտությունն է։ Լևիթը նաև հայտնել է, որ Ստիվ Ուիթկոֆը կշարունակի առաջատար դեր խաղալ Իրանի հետ դիվանագիտական բանակցություններում։ Դատապարտում են պետական բռնությունը, որը անխտիր հարձակվում է իրանցի կանանց և տղամարդկանց վրա, ովքեր հանդգնորեն պահանջում են իրենց իրավունքները հարգել։ Այս մասին գրում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հիմնարար ազատությունների հարգանքը համընդհանուր պահանջ է, և մենք կանգնած ենք դրանց պաշտպանողների կողքին, գրում է Մակրոնը։ Եվրոպական խորհրդարանը Իրանի բոլոր դիվանագետներին և ներկայացուցիչներին արգելել է մտնել իրենց շենքեր։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահը։ Ռոբերտա Մեցոլայի խոսքով, Եվրոպական խորհրդարանը չի նպաստի այն ռեժիմի օրինականացմանը, որը գոյությունը պահպանում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների հաշվին։
Հետախուզության տեղեկությամբ Ռուսաստանը մոտակա օրերին ծրագրում է նոր մասշտաբային հարված։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Բացի այդ, Զելենսկու խոսքով հանդիպել է բանակցողների խմբին, որոնք ամենօրյա հաղորդակցության մեջ են ամերիկյան թիմի հետ եւ ներկայումս խորում են հանդիպման ամսաթվի շուրջ։ Ուկրաինայի առաջնորդը զրուցել է նաեւ Իրանում տիրող իրավիճակի մասին եւ նշել, որ երկրագնդի վրա բոլոր նորմալ մարդիկ ցանկանում են, որ Իրանի ժողովուրդը վերջապես ազատագրվի այնտեղ տիրող ռեժիմից։ Կրթության նախարար Գիվի Միքանաձեն քննարկել է հանրակրթության համակարգի բարեփոխումների ազգային հայեցակարգի հիմնական ուղղությունները Ռաճա Լեչխումիի եւ Քվեմո Սվանեթիի ուսուցիչների, ծնողների եւ դպրոցական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը նշել է, որ մանկավարժները ունեն առանձնահատուկ դեր բարեփոխումների իրականացման մեջ եւ այդ պատճառով նրանց ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացներին կարեւոր է։ Հանդիպումը անցկացվել է հարց-պատասխան ձևաչափով եւ դպրոցների ներկայացուցիչները Գիվի Միքանաձեի հետ կիսվել են իրենց դիրքորոշումներով բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։